Ես կարծում եմ, որ մենք ամենից խելացի ժողովուրդներից մեկն ենք, գլոբալի։ Նայում եմ, զգում եմ, որ մեր երիտասարդները բարելավելու եւ ուսման ուժեղ սեր ունեն։ Հայ կրթական հիմնարկությունը սկսեց, որ առանց կամավոր աշխատանքի ձեր թոշակները չենք վճարելու։ Սկզբում մեզ ասացին, դա չի ստացվի, չի փոխվի, այստեղ կամավոր աշխատանք չեն անում։ Հիմա որ տեսնում ենք, չեն սպասում, որ գան մեզնից դրամ ստանալ, հետո կամավոր։ Հիմա գալիս են, հպարտապես ցույց են տալիս փաստերը։ Ուրեմն տեսնում եմ, որ ինչ նորություններ ուսման մեջ, որ կարող ենք անենք, մեր ժողովուրդը պատրաստ է շարունակի։ Միակ մեկը պիտի իրեն ծանոթացնի, ես ամբողջ բանը IT-ի հետ կապված։ Մենք փոքր ազգ ենք եւ այդ դրամական ուժը, որ պետք ունենք, որ հասցնենք մեր երիտասարդներին, տեղ չկա։ Բայց fast որ ինձ մոտեցավ, ասաց, խնդրում ենք, որ Ամերիկայում AI ինչ դասընթացներ կան բան, այս 4 տարի առաջ էր, 5 տարի առաջ, սկսեցի փնտրել։ Ամեն իմ ծանոթությունս գործածեցի, որ տեսնեմ հատկապես հայսկուլների համար ինչ ձևով ենք դաս տալիս AI, նկատեցի, որ շատ հետ ենք, չունենք, բայց գլոբալի չկար։ Fast-ը սկսեց աշխատել եւ ստեղծեց մի բան, որ հիմա կարծում եմ երազանք է։ Գոնե 18 դպրոց ավարտումը տեսանք 200 ավել ուսանողների եւ հասկացանք, որ մենք առաջին երկրներից ենք, առաջին անգամ, որ Սուզանան եւ իր կազմը գնացին Եվրոպա եւ տարբեր կոնֆերանսին մասնակցեցին, Աֆրիկայից իրանց մոտեցել էին, ասել էին, որ կարող եք այս նույն բանը ձեզնից առնել եւ դուք բերեք մեր երկրները։ Նկատում եմ, որ եթե այսպես ուժեղ միտքեր ու անձեր կան, եթե այսպես ուսանողություն ունենք, որ պատրաստ են աշխատեն, իրանց կյանքը դնեն այս հարցերով, եւ Սփյուռքում անձեր կան, որ իրանց դրամական կերպով պատրաստ են օգնելու։ Կարծում եմ հիմա ամեն մարդ գտել է մետեղ, որ հավատք ունի եւ այդ ձևով են օգնում։ Իսկ ես ու իմ ամուսինս Վահիկն ու ես գտել ենք շատ այդպես տեղեր եւ հիմա բացի որ մենք ենք աշխատում համեմատ մեծահարուստներին մենք այդ անձերի չենք, բայց մենք ենք աշխատում մեր երեխաները, մեր թորնիկները նույնիսկ աշխատում են այս բաներով եւ հիմա մեր ընկերներին կամաց ավելի են կապում, որ ընտրեք, որին եք ուզում ընտրեք, միակ նվիրատվություն արեք, եկեք օգնեք, կանգնեք մեջքին։